Որպես զբոսավար ինչ կասեք, եթե համեմատում ենք նախորդ տարվա հետ, այս տարի ինչ պատկեր ունենք, ինչպիսի ցուցանիշներ են արձանագրվել Գյումրիում։ Ուրեմն որպես ոլորտի ներկայացուցիչ ուղղությունով ընկղմած ոլորտի մեջ այս տարի շատ մի քանի անգամ ավելի վատ է վիճակը, ավելի քիչ են քաղաք այցելուների թիվը, ու սա այս ամբողջը սպասելի է, այնպես չի, որ մեր համար անակնկալ եղավ, միգուցե շատերի համար անակնկալ է, բայց կոնկրետ մեր համար անակնկալ չէ, որովհետև ուսումնասիրելով շուկան, ուսումնասիրելով այդ ամեն ինչը, մենք արդեն իսկ տարիներ առաջ զգուշացնում ենք պատկան մարմիններին, որ ուշ թե շուտ կանգնելու ենք փաստի առաջ, այս մարդիկ ցավոք սերտի ականջալուտ չեղան կամ լույս չվերաբերվեցին կամ չպատկերացրեցին պահի լրջությունը ու էֆոյայի մեջ էին, որ Գյումրիում շատ մեծ թվով մարդիկ են այցելում, զբոսաշրջիկներ, բայց հիմնականը ներքին շուկան է, Հայաստանի մյուս մարզերի բնակիչներն էին ու ցավոք սերտի, ցավով եմ սա ասում, մեր կանխատեսումները եւ մտահոգությունները իրականություն դարձան եւ կարելի ասել Գյումրիում տուրիզմը հոգեվարքի մեջ է ու հաջորդ ամիս սուբ խաչն է, մեր տուրիզմի սփռիչն ենք անելու, այսպես ասած։ Ինչն է պատճառը, այսինքն միայն պատկան մարմինների անուշադրությունն է պատճառը, որ տուրիզմը անկում է ապրում, թե այլևս Գյումրիում հետաքրքրություն չի գտնում զբոսաշրջիկը։ Պետական լուրջ մոտեցում չեղավ Գյումրիի տուրիզմը պահելու, բացի այդ մասնավորը արեց այն ինչ ցանկանում է, ինչ խելքին փչում է, մի բանը ճիշտ, 10 սխալ, 10 ճիշտ, 1 սխալ ու ստացանք այն, ինչ որ ունենք այս պահին։ Չկա ոչ մի վերահսկողություն, ով խելքին ինչ փչում է, որպես տուրիզմի ներկայացուցիչ կամ տուրիզմի մասնագետ անում էր։ Գների վերահսկողություն չեղավ, պետական որևէ լուրջ ծրագիր, լուրջ մոտեցում չեղավ։ Միայն լսում ենք, որ վիճակագրական վարչությունը, տուրիզմի կոմիտեն հայտարարում են, որ այս տարի ավելի շատ թվով զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, այս տարի այս երամսյակը ավելի շատ է, սկիսամյակը ավելի շատ է, բայց այդ շատը որպես այդպեսին չտեսանք, ինքս որպես տուրիզմի մասնագետ ընդհանրապես լուրջ չեմ վերաբերվում այդ թվերին, ընդամենը ծիծաղով անցնում եմ, որովհետև եթե ամբողջ հանրապետությունով այդքան թիվը աճում է տուրիստներով, պետք է նաև Գյումրիում այդ տուրիստներին տեսնենք, զբոսաշրջիկներին տեսնենք, բայց ցավոք սերտի չենք տեսնում։ Իսկ ինչի է այսպես եղավ, որովհետև ենթակառուցվածքներ, որպես այդպիսին զբոսաշրջային նոր լոկացիաներ, նոր որևէ մեծամասշտաբ միջոցառումներ քաղաքում չեղավ։ Մարդը եթե եկավ 1, 2, 3 նույն բանը տեսավ, հաջորդ անգամները չի գա նույն բանը տեսնելու։ Ինչ որ կա քաղաքի այդ կոլորիտը, հնությունը ամբողջը արդեն մարդիկ տեսնեն, նոր բան չունեն տեսնելու։ Դրա համար արդեն չեն այցելում քաղաք, բացի այդ էլ եթե մարդը արդեն իսկ վիճակի չէ ֆինանսապես, սոցիալապես վճարել են արժեքը, ինչ որ արդեն քաղաքը որպես այդպեսին դարձել է թանկ քաղաք, բնականաբար չի այցելելու այնպիսի վայր, որը ավելի մատչելի է, որի կերպարին ավելի հասանելի է։ Բայց միշտ Գյումրին է եղել իր ծառայություններով այն մատչելի քաղաքը հանրապետության մյուս քաղաքներից, որը տարբերվել է, ինչու են այդ ծառայությունների գները բարձրացրել, արհեստական եք համարում այդ բարձրացումը։ Ճիշտ եք ասում, Գյումրին որպես մատչելի քաղաք է համարվում եւ նաեւ մեծ թվով մարդկանց այցելություն հենց այդ պատճառով է, որ Գյումրին մատչելի քաղաք է ու Գյումրին մերձակցում է ոչ միայն հանրապետությունում, այլ տարածաշրջանում դառնալ զբոսաշրջային կենտրոն նույն Թբիլիսիի հետ, որը Հայաստանի մայրաքաղաքն է, բայց ցավոք սերտի մեր երկրում շատ մեծ գների բարձրացում եղավ, միայն արհեստական չէ, չեմ ասում, որ սա միայն արհեստական է եղել, որովհետև նաև բոլորս գիտենք, որ մեր երկրում ահավոր գնաճ եղավ, մեծ քանակում շարունակվում է գնաճը, ամեն օր շարունակվում է, նույնը մեքենաների վարելիքը, դիզելը, բենզինը, գազը բարձրանում է արժեքը, որը ուղիղ համեմատական է տուրիզմի հետ։ Նաև սնունդը, նաև այն զբոսաշրջային օբյեկտները, որոնք սպասարկում են զբոսաշրջիկներին, ինչու՞ չէ նաև կա արհեստականը,
որ pedagogan վերահսկողություն չլինի, յուրաքանչյուրը ոնց պատկերացնի, ոնց մտածի, որ ցանկանա, այդպես է անելու է։ Այս երկուսը միասին տվեցին քների բարձրացմանը, ու մարդկանց մոտ արդեն Գյումրին համարվում է ավելի թանկ քաղաք։ Առհասարակ Հայաստանը որպես զբոսաշրջային այցելվող վայր միջազգային այլ քաղաքացիների համար արդեն թանկ քաղաք է համարվում։ Այս տարի մենք բավական ամրագրումներ ունենք, որոնք ընթացքում չեղարկվեցին, հենց այդ պատճառով, որ Հայաստանը արդեն թանկ ուղղություն է դառնում եւ իրենց համար ավելի հասանելի, ավելի մատչելի ուղղություններ պետք է գնան, ու ցավոք սերդի հենց մեր հարևան երկրներն են մեր զբոսաշրջիկներին քաշում իրենց ավելի հասանելի մատչելի արժեքով, նույն Վրաստանը, եւ մեծ թվով զբոսաշրջիկներ Հայաստան նախապես պլանավորած իրենց ուղևորությունը չեղարկեցին, փոխարինեցին այցելություն Վրաստանով։ Նաև քաղաքը նշվեց, որ ենթակառուցվածքների ոչ մի զարգացում չունեցանք, շատ լուրջ խնդիրներ ունենք։ Քաղաքը շատ մեծ խնդիր ունի սանհանգույցների, քաղաքային զուգարանների։ Երևի 10 տարուց ավել այս հարցը անձամբ ես եմ բարձրաձայնում ամեն պատեր, անպատեր առիթի եւ տեղական ինքնակառավարման մարմինների մոտ եւ մարզային իշխանությունների եւ հանրապետական մասշտաբով բարձրաձայնում ենք, բայց սա այդտեղի չի շարժվում։ Քաղաքում տեսանք տրվել են 1-2 բիոզուգարաններ մասնավոր կողմից, եթե չեմ սխալվում, անկես տեղեկություն չունեմ ում կողմից է տեղադրվել, բայց ում կողմից է որ լինի, այնքան վատ սանիտարահիգիենիկ վիճակում են գտնվում, որ նույնիսկ այդ բիոզուգարանի կողքից անցնելն է արդեն իսկ վատ հետևանքներ թողնում, ինչ մնաց որ զբոսաշրջիկը կարողանա օգտվել դրանցից։ Իսկ մենք դրանով մեր քաղաքի անունը պետք է պահենք, քաղաքի իմիջը պետք է պահենք, քաղաք պետք է հնարավորին շատ մարդիկ բերենք, բայց ցավոք սերդի չունենք այն, ինչ որ մինիմալը, ինչ որ անհրաժեշտ է զբոսաշրջություն զարգացնելու համար։ Նաև ասեմ, մեր քաղաքապետարանը նույնիսկ զբոսաշրջության բաժին եւ մասնագետ չունի։ Էլ ինչ մնաց, որ մենք ուզում ենք զբոսաշրջություն զարգացնենք։ Եթե ցանկանում ենք, որ պետական մասշտաբով գոնե տեղի մակարդակով մենք զբոսաշրջություն եւ տուրիզմ զարգացնենք, որը ուղիղ համեմատական գյուղատնտեսության այլ ճյուղերի զարգացմանը, պետք է առաջին քայլը վաղուց կատարած լինենք եւ մեր համայնքապետարանում բացենք զբոսաշրջության բաժին եւ զբոսաշրջության բանիմաց մասնագետներ ներգրավենք այս հարցում, բայց ցավոք սերդի չունենք եւ երևի թե ցանկություն եւ նպատակ չունենք այս ամբողջը անելու։ Որպես տուրիզմի մասնագետ, արդյոք նաև դուք ցուցակում կավագանում, արդյոք փորձել եք առաջարկությամբ հանդես գալ, առաջարկել, որ բացվի այդ բաժինը, ի վերջո քննարկվեն այս խնդիրները, որոնք այսպես ասած նպաստում են, որ տուրիզմը անկում ապրի։ Մեր նախընտրական ծրագրում առաջնային նպատակ է դրած տուրիզմի զարգացումը, լինելով մասնագետ, փաստերով, կոնկրետ հաշվարկներով մենք ունենք մեր ծրագրում, կետ որ հենց տուրիզմն է մեր քաղաքի բուն հիմնական զարգացման գրավականը եւ հնարավոր է տուրիզմով մեր քաղաքը ծաղկեցնել, զարգացնել։ Բայց քանի որ չկարողացանք, այսպես ասել, թիմ մարմնում լինել իշխանություն, մեր ծրագիրը մնացել է, բայց ծրագիրը բացի առաջարկեցինք, որ կարող եք մեր ծրագրից վերցնել հենց այդ դրույթները եւ իրականացնել, քանի որ քաղաքի զարգացումն է կարևորը, ոչ թե մենք ենք անում, թե որևէ մեկն է անում։ Նպատակը քաղաքը զարգացնել, մարդկանց տնտեսապես կարողանալ հասնել այն աշխարհին, որ յուրաքանչյուրը գոնե լինի ինքնազբաղված, կարողանա տարբեր ծառայություններ մատուցելով իր օրվա հացը վաստակի, բայց ցավոք սերդի նորից ականջալուր չեղան եւ որպես այդպեսին մեր ծրագիրը մնաց թղթի վրա գրված, հուսանք առաջիկայում հնարավորություն կունենանք իրականացնելու մեր ծրագիրը, զարգացնելու տուրիզմը, որովհետեւ կոնկրետ տուրիզմին իրականում իրատեսական շատ լուրջ ծրագիր է տրված եւ շատ լուրջ տնտեսական զարգացում ենք ունենալու, եթե իրոք մեր ծրագիրը իրականացվեր ամբողջ քաղաքի մասշտաբով, նաեւ քաղաքի ծայրամասային հատվածներին է հատուկ ուշադրություն դարձված, որ քաղաքը զարգանա համաչափ, ոչ թե կենտրոնում 1-2-3 փողոց կամ 1-2-3 հատված զարգանա, այս ծայրամասը մնա 90-ականների մեջ։
Դա